Քրիստոս հարյավ իմերելոց մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Մենք այսօր եւ շուրջ 50 օր շարունակ միմյանց այս ավետիսով ենք ողջունելու, որովհետեւ Քրիստոսի հարությամբ մահը դարձավ դեպի հավիտենական կյանք առաջնորդող ճանապարհ։ Այսօրվա ընթերցումը, որ Ղուկասի ավետարանից է, Էմավուսի ճամփորդների մասին է, որ Քրիստոսի հարությունից հետո մեր Տիրոջ առաքյալների հետ հանդիպման ամենախորհրդավոր դրվագներից է։ Այն թե պատմական իրողություն է, թե հոգևոր ճամփորդություն։ Երկու առաքյալներ, որ շուրջ 12 կիլոմետր պիտի կտրեին ճամփորդեին Երուսաղեմից դեպի իրենց գյուղը, Էմավուս հասնելու համար։ Եվ ահա ճանապարհին նրանց հետ է լինում Քրիստոս, բայց քանի որ նրանց աչքերը, հոգու աչքերը փակ էին, նրանք չեն կարողանում ճանաչել իրենց վարդապետին։ Եվ միայն այն բանից հետո, երբ տանը Քրիստոս հացը բեկանում է, այդ ժամանակ է նրանց հոգու աչքերը բացվում եւ անմիջապես ճանաչում են նրան։ Ընթերցենք այսօրվա հատվածը։ Եվ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հացը վերցնելով օրհնեց, կտրեց այն եւ տվեց նրանց, եւ նրանց աչքերը բացվեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներևույթ եղավ։ Եվ նրանք ասացին միմյանց. մեր սրտերն էլ միթե չէին ճմլվում մեր մեջ, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, եւ ինչպես էր բացատրում Սուրբ Գիրքը։ Ապա անմիջապես վեր կացան եւ Երուսաղեմ վերադարձան եւ հավաքված գտան 11-ին եւ նրանց հետ եղածներին, որոնք ասում էին, թե իսկապես հարություն առավ Տերը եւ երևաց Սիմոնին։ Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին եւ թե ինչպես Հիսուսն իրեն ճանաչել էր տվել նրանց հաց կտրելու ժամանակ։ Սիրելիներ, Էմավուսի ճամփորդների փորձառությունը մեզ ցույց է տալիս, թե ինչպես կարող է Քրիստոս բացել մեր հոգու աչքերը իրեն տեսնելու համար եւ ինչպես կարող ենք Քրիստոսին ճանաչել հենց Սուրբ Հաղորդության միջոցով։ Այս ամենին ի հակադրություն շատ անգամ մենք շատ դեպքերում մտածում ենք, որ կիրակին հանգստյան օր է, կարող ենք երկար քնել, կարող ենք ինչ-որ խնջույքի մասնակցել, բայց երբ հոգու աչքերով ենք նայում, գիտակցում եւ հասկանում ենք, որ այս աշխարհում ամենակարևոր հավիտենական հացը հենց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմինն է եւ արյունը, որ ամեն կիրակի ձրիաբար բաշխվում է Սուրբ Պատարագի հաղորդության խորհրդի միջոցով բոլոր պատրաստված, հոգևորապես պատրաստված քրիստոնյաներին։ Ուրեմն սիրելիներ, խնդրենք Տիրոջը, որպեսզի մաքրի մեր սիրտն ու հոգին, մաքրի մեր ներսը, որպեսզի կարողանանք նաև այդ կերպ սեղանակից լինել Քրիստոսին եւ նրա կենսաբեր ներկայության մեջ հարատևել։ Աստված պահապան ամենքիս։